Տերն ասում է. ես պիտի երթամ ու իմ տեղս դառնամ, Աստված է ասում, ես պիտի երթամ ու իմ տեղս դառնամ, տենակ ինչի համար, մինչև անոնք իրենց հանցավոր ըլալը խոստովանվին, իրենց հանցավոր լինելը խոստովանվին, այսինքն իրենց մեղքը խոստովանվեն ու իմ երեսս փնտրեն, երբ նեղության մեջ մտնեն, զիս կանող պիտի փնտրեն։ Տերը պիտի այնքան սպասի, այնքան պիտի սպասի, մինչև ինչ կատարվի, մինչև որ փաստորեն իրանց մեղքը խոստովանվեն, իրանց մեղքի համար զղջան։ Եթե չզղջան, Տերը իրոք որ ժամանակ իրոք որ կանցնի, բայց իրանք վերջերջով այդտենց էլ կմնան։ Տերը չի այցելի։ Տիրոջ ողորմությունը չի լինի իր վրա։ Մինչև մարդ իր մեղքը չճանաչի եւ խոստովանվի, ասի որ մեղավոր եմ։ Տեսեք, Հովսեփի եղբայրների համար քանի տարի, 10 քանի տարի Աստված սպասեց։ Այդքան տարի Տերը սպասում էր իրանց զղջմանը։ 16 տարի են ասում, թե ինչքան տարի սպասեց, այնքան սպասեց, մինչև իրանց մեղքը ճանաչեն։ Կարդում ենք Ծննդոցի մեջ կարդում ենք, շատ իրեղեք 42-րդ գլուխ սկզբից տես ինչ են ասում Հովսեփին, չեն ճանաչում Հովսեփին, 42 գլուխ 11 խոսքից 42 Ծննդոց։ Մենք ամենս մեկ մարդու որդիներ ենք, մենք շիտակ մարդիկ ենք, ծառաները լրտեսներ չեն։ Մենք շիտակ մարդիկ ենք, այդ գրածը։ Հովսեփի առջև կանգնեն, թեկուզ թարգմանվելով են խոսում, չգիտեն որ Հովսեփն է, մենք ասում ենք ուղիղ մարդիկ ենք։ Աստված այդքան տարի իր գրված է, պետք է երթամ իմ տեղը սպասեմ, մինչև իրանց մեղքը ճանաչեն, հանցավոր լինելը։ Հիմա նայեք տեսեք նույն գլխի մեջ, երբ որ նեղությունը տարապանք եկավ իրանց վրա, այդ նույն եղբայրները դες ինչ է խոստովանվում։ Այդ Տերը դրան է սպասում, շատերին է Տերը սպասում։ Կարող է շատերը իրանց մեղքը չեն ճանաչում։ Միշտ ուրիշին են մեղադրում, միշտ ուրիշին է սխալ հանում, տեսեք ինչ է գրած։ Կարդանք։ Շարունակությունը գրված է նույն գլխի 21 խոսքից ու իրարու ամեն մեկ իրարու ասեցին իրավցնե մեր եղբոր վրայով շատ իրեղիկ ընդ ասում են մենք շիտակ մարդիկ ենք ստեղ ասեցին արդեն մեր եղբոր վրայով հանցավոր ենք վասնզի մենք տեսանք անոր հոգի նեղությունը ու երբ ինքը մեզի աղաչեց Հովսեփ աղաչել է մտիկ չրինք անոր համար այս նեղությունը մեր վրա եկավ այդ նեղությունը մեր վրա եկավ շարունակությունը եւ Ռուբեն պատասխան տվավ անոնց ասելով ես ձեզ չզրուցեցի հարց ասում ես չզրուցեցի ասելով թե տղուն դե մեղ մի գործեք եւ դուք մտիկ չրիք այ անոր արյունը մեզ մեկ պահանջվի եւ անոնք չեն գիտեր որ Հովսեփը կհասկանա վասնզի թարգմանվելով խոսել իրենց հետ տեսեք այս ժամանակ նոր արդեն այդ տրտմությունը այդ նեղությունը փոխվեց ուրախության միշտ հոգեոր կյանք այդպես է քանի որ մեղքը կա մեղքի համար զղջում չկա արածի համար զղջում չկա երբեք օրհնություն մի սպասեք Տեր ինչ ասեց Ադամ եւ բանին Կային որտեղ կապել եղբայրը հարց է տալիս Աստված բացահայտ խոսեց բացահայտ լսեց Աստծո ձայնը որտեղ է կապել եղբայրը ինչ պատասխան եղավ հիշում եք Խես իրա պահակն է չգիտեմ ասում չէ չգիտեմ իրա պահակն է ասեց նրա արյունը բողոքում է արյուն է բողոքում երկրից որ դու սպանեցիր իրան եղբայրներ քույրեր կարևոր է Աստված մարդու հետ անձամբ խոսի մարդու իր մեղքը չճանաչի բայց որ ինչքան է դեպք է լինում եղբայրներն են խոսում կողքից ասվում է վերջերջով որ դու մեղավոր ես վերջերջով բայց վերջերջով չեն ճանաչում նայ տեսեք հետարքիր համար էր կանց ասած որ սա բանը Եսայի մարգարության 65:5 այստեղ եմ ուզում կարդալ բոլորիս համար 65:5 տեսեք ինչ հետարքիր համար է սա 65:5 Եսայի 65:5 որոնք կսեն մարդիկ որոնք ասում են մեգդի կեցիր ինձի մի դիպչիր հերո գնա ինձ մի կպիր մի դիպչիր քանզի ես քեզ մեզ սուրբ եմ դենակ Աստված այդպեսին ինչ է ասում որոնք այդպես իրանք սուրբ են տեսնում ակուր են տեսնում ուրիշին անարգում են ուրիշին վերջերջով թերագնահատում են քանզի ես քեզ մեզ սուրբ եմ Աստված դες ինչ է պատասխանում ասոնք այդպիսի մարդիկ իմ ռնգունքներուս մեջ ծուխեն ու ամեն օր բորբոքված կրակեն համ ծուխեն ամեն օր բորբոքված կրակեն այդպիսի մարդիկ հոգևոր կյանքում այդպիսի բաներ շատ կա ես օրինակ նկատել եմ չգիտեմ Արոն ջան սպասավորներ դուք էլ նկատած կլինեք երբ որ մեկը գալիս է խոստովանության
90 քանի տոկոսի ուրիշի հարասխալներ ասում իր ամուսնուն կլինի, հարս կլինի, մյուս կլինի, նոր կարող է մի քանի տոկոս իր մեղքն իր ասում։ Ես էլ այս բանի մեջ մեղավոր եմ։ Միշտ ուրիշի մեղքն են խոստովանվում, իրանցը չէ։ Իրանց կուրծքը չեն ծեծում։ Միշտ ուրիշի կուրծքը ծեծելով մտածում են, որ կարտարանան, չեն արտարանա։ Եկեք նայենք տեսնենք ինչ է գրած։ Երբ որ մոտեցան, տեսասենք, տեսեք դե մարդկային մոտեցման կերպը։ Ելից 32-ի 1-ը 32-ի 1-ը Ելից ժողովուրդը վերջերջով ասենք Ահարոնին ասեցին, որ Մովսեսը չկա, մեզի աստվածներ շինի։ Մովսեսը չկա, 40 օր լրացի չկա, մեզ աստվածներ շինի։ Ինչ արեց, հիշում եք Ահարոնը։ Դեմ կանգնավ, դեմ չկանգնավ, չհանդիմանեց, ոչ մի բան չարեց, հակառակը լսեց իրանց, ասեց դե կանաց սաղ ոսկեղեն հավաքեք։ Հավաքեցին, գիտեք ինչը, ինչ բան արեցին, հորտի բան սարքեցին, ֆորմա ենք ասում, հորտի ֆորմա, եթե մոզի լիներ, մոզիկ դուրս կգար, բայց հորտի, դե ոսկին այդքան շատ չէր, որ մոզե սարքեն, թե չէ ավելի մեծ սարքեն, կուրկը, վերջը, սարքեցին, զուլեցին, սարքեցին ֆորմով, հիմա դրե երկրպագում են, սկսեցին, գիտեք այն մտածում մարդը, այդքան հրաշներ, մենք դες հրաշ չենք տեսել, Եգիպտոսում հրաշներ, զորություններ, ծովի բացվելը, ամեն օր մանանային ուտում առավոտները, ինչ կատարվեցավ, երկրպագում ասում են դու ես մեր Աստվածը, որ մեզ Եգիպտոսից հանեցիր, ծովներ բացեցիր, հիմա երբ որ Մովսես իջավ Ահարոն ինչ ասաց, Ահարոն ես ինչ արեցիր, ով հիշում ինչ է գրած, ասեց այս ժողովուրդը չարին հակամիտյալ են, լրիվ գցեց իր մեղքը ժողովրդի վրա, չարին հակամիտյալ են, ինձ ասեցին, հորդ սարքենք, ես էլ հավաքեցի ոսկիները, դες գրածը, գիտեք, չեմ ուզում ժամանակի պատճառով կարդամ, գցեցի կրագի մեջ, հորտը դուրս եկավ, ինչ լավ բան է, մի գունդ ոսկի գցես, մի հատ գեղեցիկ զար դուրս գա, գցեցի կրագի մեջ, հորտ է լավ, եւ գիտեք, որ գրված է, Աստված ուզում էր Ահարոնի մերցներ, Մովսեսի անկեղծ եղավ ծաղոտքը, աղաչանքը, Ահարոնի ողորմություն եղավ, փրկվեց Ահարոնը, բայց այդ կարել է ժողովրդին դու լսես, որ ծարկես երկրպագեն կորքին, եղբայրներ քույրեր, շատ եթե Ահարոնը քահանապետ լինելով գնաց մեղքի եւ սուտ խոսեց եւ ճանկամ ուզեց մեղքը ծածկել, առավել հոգեվոր կյանքում ինչքան նման դեպքեր է լինում։ Այն որ ասում է բռնում ես ձեռքը, չես կարող ապացուցես, որ ինքը սխալ է թույլ տվել, ինքը մեղանչել է։ Աստված օգնի։ Կա։ Եթե կա իսկական զղջում, կա թողություն։ Եթե չկա իսկական զղջում, թողություն կա, հնարավոր չի։ Սովորաբար ես մի հատ դեպ պատմեմ, այն ժամանակ, որ մեր երեխաները փոքր էին, Արադյան մասիվ ենք ապրում։ Պապաս գնում էր խանութից կատը բերում էր, դիահագի մի հատ մեծ ամանի մեջ լցում էր, որ համուշեղ ընտանիքն է, մեր ընտանիքը երեխեքին բավարար է։ Միշտ հարցներին ասում էր, հարցներ ջան, ես կան չարչարվել եմ, բերել եմ, կրակներ վառել եմ, գազի կրբան տակը, մենակ նայեք, որ չելնի թափվի։ Թափվում էր, որ ջղայնանում էր, դե վատ խոսքեր չէր ասում, բայց ջղայնանում էր, իր ապերից դուրս էր գալիս, գնում էր Հակոբ եղբոր այդ կան ճանապարհ գտնում, գնում Հակոբ եղբոր մոտ խոստովանվում։ Մի քան անգամ այդպես անելուց հետո Հակոբ եղբայր ասում է, հապետ եղբայր, որպես ելքան ճանապարհ չկտրես ամեն անգամ գաս խոստովանես, սպասի, չկատը գերա կանջատես, ոչ էլ կբարգանաս։ Ճիշտ խորհուրդ էր տվել։ Եղբայրներ քույրեր, կամ բաներ այո պետք է մենք արթուն լինենք, որպեսզի չմեղանչենք Տիրոջ առջև։ Շատ կարևոր է սա։ Հոբն ասում է իր խոսքերի մեջ շատ կարևոր է, եկեք ուշադրություն դարձրեք 37-27-ը, 37 Հոբի 37-27-ը։ Սկզբից կարդանք 33-27-ը, 33-27-ը, 33-27-ում։ Անիկան մարդկանց վրա նայում է, Աստված է նայում մարդկանց, ու եթե մեկն ասի, եթե դրանցից մեկն ասի, մեղ գործեցի, նա ինչ ասում, իր մեղքը ճանաչելով, գործեցի, մեղ գործեցի եւ իրավունք ավրեցի, իրավունքն էլ ավրեցի։ Ու ասեք ինձ օգտակար չեղավ, տեսեք, մեղ գործողին օգտակար բան չի կարող ներ։ Ասիկա ինձ օգտակար չեղավ։ Այն ատեն դրանք ասում մոտեցման կերպը, անոր հոգին կազատե, որպեսզի գերեզմանը չիջնե։ Անոր կյանքը լույս կտեսնի, փոխվեց իրավիճակը, կյանքը երկարացվեց։ Աստված այս ամեն բաները 2-3 անգամ մարդուն կենե, որպեսզի անոր հոգին գերեզմանը դարձնե, որպեսզի ապրողների լուսավորի ապրողների։ Այսինքն այդ անձավորությունը պիտի մեռներ, մեղքերի մեջ էր։ Զղջաց, ասեց ինձ օգտավետ չեղավ, լավ չեղավ, մեղք եմ գործել, մի անգամից փոխվում է իրավիճակը,
Աստված կյանք է երկարացնում, ինչպես Եզեկիային։ Հիշում եք, քանի տարի երկարացրեց։ 15 տարի։ Մի հատ անկեղծ աղոթք է, զղջման աղոթք է։ Արցունքները Տերը տեսավ, մի անգամ ասեց իր աղոթք արցունքները տեսավ։ 15 տարի կյանք է, այդպես էլ Հոբի։ Նույնը կարդում ենք Հոբի 36-ի 8-ը, տեսեք, ստեղ էլ ասում։ 36 գլուխ 8 խոսքը, 36-ի 8-ը։ Անոնք եթե շղթաներով կապված դժվարության կապանքների մեջ բռնվին, այն ատեն անոնց քայտնի իրենց գործերը եւ իրենց հանցանքներուն շատանալը, գործերը եւ հանցանքներու շատանալը։ Նաեւ անոնց ականջը կբանա, Տերը ողորմություն անում, որպեսզի խրատ ընդունին, անոնց կպատվիրե, որ անիրավությունը դառնան։ Պատվիրում է, որ անիրավությունը դառնան։ Եթե անոնք հնազանդվելով անոր ծառայություն ունեն, օրերը բարությունով ուշադիր եղեք, տարիներ ուրախությամբ կանցնի, բայց եթե անոնք հնազանդություն չունեն, սուրե պիտի անցնին, առանց գիտության պիտի մեռնին։ Անոնց անձը երիտասարդության մեջ պիտի մեռնի, անոնց կյանքը պիղծերու մեջ պիտի վախճանվի։ Նա որ ընդունում է ողորմություն է ստանում, նա որ չի ընդունում գրված անոնց կյանքը պիղծ մարդկանց հետ միասին պիտի վախճանվի եղբայրներ քույրեր։ Ինչքան կարևոր է մարդը, որ սովորաբար միանգամից ընդունում իր սխալը։ Ընտանիքում բոլոր ժամանակներում հենց որ սովորաբար մարդը զղջում ասում է ես եմ մեղավոր, կներեք որ թույլ տվեցի, շփորեց, ես ուրիշին իրավունք չունեմ մեղադրեմ, ես իմ մեղքն եմ ճանաչում, իրավիճակը լրիվ փոխվում է, լրիվ։ Ամեն բան փոխվում է։ Խաղաղություն է գալիս ընտանիքում, խաղաղություն է գալիս եկեղեցում, խաղաղություն է գալիս, օրհնություն է գալիս եղբայրներ քույրեր։ Նա որ սովորաբար պնդում է, որ ես մեղավոր չեմ, վերջերջով այդպես էլ մնում է։ Աստված օգնի։ Տեսեք, օրինակ եթե նայում եք, երբ որ Աքաբը լսեց իր կնոջը Եզաբելին, Աքաբը լսեց կնոջը, Նաբովտին քարկոծել տվեց, սուտ վկաներ բերեց, շատ ծանր մեղք է, գիտեք, սուտ վկաները Քրիստոսի համար էլ կան սուտ վկաներ արի։ Սուտ վկաները բերեց, քարկոծել տվեց, ասեց հիմա գնա Եզաբելը, գնա այդ այգին վերցրա, գնա ժառանգի, տիրի, արդեն քոնն է։ Եվ գնում էր, որպեսզի վերջերջով արդեն այգուն տեր դառնա։ Հիշում եք, Եղիան մոտեցավ, ասեց սպանեցիր ալ, գնում էր ժառանգել, որտեղ Նաբովտի արյունը թափավ, այնտեղ քո արյունը պետք թափվի։ Ու գրվածը գիտեք ինչ ասեց թագավորը։ Հիշում եք ինչ ասեց Աքաբը։ Ասեց ով թշնամիս ինձ գտար, ինձ բռնեցրեցիր, այսինքն համարեց թշնամի, բայց ինչով էր թշնամի եղան։ Եկել էր քեզ օգնել, որպեսզի Աստծո իրոք որ չկատարի մարգարությունը, քո արյունը պետք թափվի այնտեղ, որտեղ թափվեց Նաբովտի։ Եղբայրներ քույրեր, ես մի հատ գաղտնիք էլ ասեմ ձեզ, ուշադիր եղեք։ Ինչքան դες դեպքեր շատ է լինում, հիմա էլ է լինում։ Լինում ընտանիքում, լինում եկեղեցում, երբ որ մեկի սխալը որ դու ուզում ես ասես, ուզում ես ոնց ասած տղայի սխալը շիտկվի, հարսի սխալը սխալի կամ հարսը կարող է կեսօրին, վերջը կեսարին կամ բանի։ Ինչ են դառնում, թշնամի ես դառնում։ Կարող է եղբորի մոտենում է, եղբորը ասում է, եղբայր ջան, դու սխալ թույլ տվեցիր։ Մի ժամանակ մի տարածքում գիտեք ինչ են, ասենք ոնց ասած հայտարարում են, ով ինչ ունի ասելու, թող մի հատ արկղ կա, արկղի մեջ թող գցի։ Ասենք ինչ որ ասած կարող է մեղադրանքներ կան, կարող առաջարկություններ կան, կարող ինչ որ բաներ կա վերջերջով չեք համարձակում ասել։ Այդ արկղի մեջ որ գցում, հետո եղբայրները վերջում հավաքում են, սպասավորներով նայում են։ Մեկը նայում ասում եք բալավիսի անունը չի գրել, ասենք անունը հանդանգարից գրած լիներ, կգնեն հետևից տենաս խես գրե, խես մեղադրե։ Համի իրավունք են տալիս գրելու, համել ուզում են գնել հետևից տեսնել բռնցնել թե ով է էսի բանը գրե մեղադրական։ Ասում թող արտար ինձ զարնի այն գլխուս յուղ է, թող ինձ խրատ այն գլխուս յուղ է։ Եղբայրներ քույրեր, առօրյա կյանքում չի լինում, որ բարին ուզում ես ասես, իր սխալ ասում ես դառնում ես թշնամի։ Էլ արդեն խռովում է արդեն։ Չես կարող հետը խոսաս, բայց չէ որ քու լավն է ասում, որ պիտի Տիրոջ առջև պիտի կանգնես, չէ, դրա համար պատասխան ենք տալու։ Թող Աստված օգնի եղբայրներ քույրեր դրա մեջ հարթ ունենեն։ Եթե թագավորը այդպիսի բան ասեց, կարդում ենք հետևյալը։ Եթե սովորաբար Նաթանը Դավիթի մեղքը ընդանրապես միանգամից ասեր, Դավիթը չէր ընդունի։ Ինչքան ժամանակ անցել է Դավիթը մեղքի մեջ, բայց ոչ մի զղջում չկար իր մոտ։ Հələ Հովաբին գրեց, ասեց, որ քեզի ծանր չլինի, որ այսպեսի բան ես թույլ տալու։ Դամագը գրեց, տվեց վերջը բանի ձեռքի վրա։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, բայց Աստված տվեց Նաթանին իմաստություն աղոթների կյանք ապրել ինքը։ Խնդրել է, որ ինչպես անե որ Դավիթին օգնի։ Եվ տվեց իմաստություն, գնաց առագով պատմեց, Դավիթն էլ վճիր կայացրեց, այդպեսի բանը պիտի մեռնի, չորեք պատի պիտի ատուցվի։ Ասեց մարդը դու ես, ընդունեց իր մեղքը։ Ասեց, որ ընդունեցիր, չես մեռնի,
բայց պատիժը կրելու ես, քո տնից սուրը չպիտի պակասի։ Կա բաներ գիտեք ինչ, Տերը իրոք որ բանանում է, չի վերցում կյանքը, բայց վերջերջով պատիժ է տալիս, որպեսզի մարդը խորապես հասկանա, նա սովորական մեկը չէր, նա թագավոր մարդ էր։ Եղավ, օրինակ եթե նայում եք Եսայի մարգարության 5-րդ գլուխ առաջի խոսքուց, երբ որ կարդակ 5-րդ գլուխը, Եսայի մարգարեն 6 անգամ ուրիշներին ասում է վայ նրանց, վայ նրանց, վայ նրանց։ Մի հատ իրան չի ասում։ 6 տեղ, այդ նույն գլխի մեջ 6 անգամ տարբեր ձևերի ասում է վայ նրանց։ Բայց 6-րդ գլխում հենց որ Տիրոջ փառք երևաց, Տիրոջ լույսը հայտնվավ, Տիրոջ զորությունը գործեց, Եսայի մարգարեն էլ ոչ մեկը չասեց վայ նրանց։ Ինչ ասեց, ով է հիշում։ Վայ ինձ, ես պիղ շուրթերով մարդ եմ, բացաշուրթն ժողովրդի մեջ է բնակում, ով ինձ պիտի ազատի։ Երբ որ Տիրոջ լույսը չկա, մարդ իրավիճակը իր չի տեսնի։ Ինչպես տան մեջ որ լույսը շատ է լինում, ասեղն էլ է իրեմ գետնի վրա։ Բայց որ լույսը թույլ է, կարող անես բաներ ընկած լինի, ինչ անգամ չկնկատի։ Ում կյանքում Քրիստոսի լույսը շատ է, նա միշտ տեսնում է իր սխալները, իր արազները եւ շուտ մեղա է գալիս։ Ասում է շուտ մեղա, զղջում է Տիրոջ առջև։ Մեր բանը թորնիկը մոտարապես երևի 5 տարեկան կլինի Եվայի պատաղ բանը։ Ճամբարից գալուց պապան ասում է, ճամբարում դու ինչ որ մի բան թույլ տվեցիր, ես քեզ ներեցի։ Նա այս գուշեղի, նորից սխալ թույլ չտաս։ Ասում է, պապ ջան, ասում է, դու մի անգամ ինձ ներեցիր, բայց ավետարանում գրված է, որ ասում է 7 անգամ 70 պիտի ներեք։ Բա, երեխեք ուրիշ է։ Եղբայրներ, քույրեր, որ դեպքում է ներվում, երբ որ մարդը զղջում է ապրում։ Այո, դեպքից կարող է այդքան, բայց զղջում է ապրում։ Զղջում է ապրում, ինքը ընդունում իր սխալը։ Մի անգամ էս փոխում է իրավիճակը, Տերորդն է ձեզ։ Օրինակ սովորաբար տեսեք հեղի որդիների համար շատ ծանր վիճակ եղել։ Իր հայր ասում էր, բայց հայրը ոնց որ ասենք ասում էր ընդամենը, տղաք ձեր մասին վատ բան եմ լսում, բայց ինքը սուրբ գրային ըստ օրենքի պետք է պատժեր, պետք է քահանությունից հաներ, ճիշտ այդպես էր։ Այդ տղաները կփրկվեին, բայց ասում են նրանք Աստծուն չէին հավատում, քահանություն անում են, բայց շատ մեծ չարություն են գործում։ Գրված է կանայք, որ բերում են զոհանելու, ինչ էր անում, եւ գրված է կանացի անարագություններ են անում, եւ գրված է կանայք Տիրոջ զոհ անարգում են, այո, իրանց տղաների պատճառով անարգում էր Տիրոջ զոհը, եւ Տերը պատժեց երկուսին էլ։ Երկուսն էլ պատերազմի ժամանակ մեղքերի մեջ մահացան։ Հեղին վիզը կոտրվավ ընկա մահացավ, կինը տղանից մեկի կինը վերջերչով պատճառավոր նա էլ մահացավ։ Եվ Տերը խոսեց Սամվելի միջոցով, որ այս տանը դատ պիտի անեմ, ես այդ տանը դան պիտի անեմ, որովհետև ասում է քո որդիները իցանից ավելի շատ պարավորեցիր։ Եղբայրներ, քույրեր, եթե մի բան Աստծո խոսքով չի արվում, Աստված պահանջելու է, ինձանից էլ պահանջել եմ մյուսներից, Աստված բայ։ Եղավ Տերը ձեր օրհնի։ Օրինակ դեպք եղել է, անկեղծ ասած, որ մեր շենքում ապրում են, ճիշտ է, ընտանիքը գնացին Եվրոպա։ Երկու զույգ աղբերներ էին, եւ քույրիկները, 3 երեխա մի տանիքից մանկական էին մասնակցում։ Մանկականի ժամանակ վերջում երբ որ ասեն կոնֆետ են բաժանում, սկզբից հարցում են ասում են երեխեքա ամեն մեկին։ Այսօր քան անգամ ես աղոտ կարե, քան անգամ ես աղոտ կարե, ամեն մեկ երեխուն հարցում են։ Այդ երեխեքից էլ ասում ես կան աղոտ կարե։ Հիմա կոնֆետ բաժանելուց այդ մի երեխան լաց է լինում չի վերցնում։ Ասում եմ այ բալի ջան, քեզ ինչ եղավ։ Վերջերչով դու ինչ։ Ասում եմ որ դուք ինձ հարցրեցիք, որ քան անգամ եմ աղոտ կարել։ Ես ասում եմ իսկան ասեց այս կան անգամ, բայց ես սուտ խոսեցի, այդքան չեմ աղոտ կարել։ Ես դրա համար չեմ ուզում կոնֆետ վերցնել, այսինքն ինքն իրան ինչ արեց, անարժան համարեց։ Անարժան համարեց։ Եղբայրներ, քույրեր, մի դեպք էլ ասեմ մեր օգուտի համար։ Ես հայ էլեկտրոգործարան ագին տարիներ աշխատել եմ, հայ էլեկտրոգործարան։ Տերևի ժամանակ ծերեթելի տներ շենքեր կա, հիմա էլ կան։ Ծերեթելի պրախատնո կար։ Տերևի ժամանակ դուրս էին գալիս աղոթքի։ Եղան քույրիկներ, որոնք իրանց ամուսները հալածում էին իրանք պաշտամունքի չեն կարող գալ։ Դե գործից գալիս են իրանք տուն են իրիկուներ պաշտամունք է։ Ցերեկը գախնի իրանց ամուսներից գալիս են աղոթքի, քանի ոգիներ կային, գործարան աշխատողներ հավաքում ենք աղոթքի նորից մեր գործին։ Իրանց ամուսներից եղան ապաշխարեցին։ Հիշում եմ մեկ էլ արագ գալիս ենք ճաշարան կաց, պրախատնո չասած, արագ մի բան ուտենք, որ գանք շատ աղոթքի։ Նստած է վերցեցի դրեցի համաները սեղանի վրա, դեն խառներ են դեղ։ Կին տղամարդ ազատ տեղին նստում էր։ Մի հատ կին իր ամաները բերեց դրեց, սես տղամարդու վատ խոսքեր ասել, վատ խոսքեր։ Մեկը նկատեցի, որ ձեռքի վրա դաշվածներ կան։ Ասեցի, այ քույրիկ ջան, ասեցի, վախեցի Աստծուց,
որտեվ դժոխք կա։ Այդ կին ինչ ասի լավը, ասեց ես թե այնպեսի մեղավոր կին եմ, ինձ դժոխքն չի ընդունի։ Ես զարմացա, անապաշխար կին, մեղավոր կին, ասեց ես այնպեսի մեղավոր կին եմ, այնքան մեղքեր եմ թույլ տվել, որ ինձ դժոխքը չի կարող ընդունել։ Եղբայրներ քույր, Աստվածը որ մեր հոգևորները շուտ իրանց սխալ ընդունեն, շուտ մեղական, անկեղծ եմ ասում։ Օրինակ եղել է դեպքեր, ասենք օրինակ եղել է քույրիկ ասում է մի անզավորության, ասում է ես մը գիտամ մեղա չեմ գա։ Հասկացար, մի հատ ես էլ կտամ, բայց ես մեղա չեմ գա։ Քրիստոսով եղբայրներ քույր, զղջումը դա մեծ շնորհք է, գիտեք, մեծ շնորհք է։ Ամեն մեկի մոտ չի որ ստացվում է։ Տեր Հիսուսը նայեց Պետրոսին, ինչ նայվածք էր, ով կար ասի։ Խիստ նայվածք էր, ով իշում։ Ինչ նայվածք էր, սիրո նայվածք էր։ Եվ այդ նայվածքը բերեց Պետրոսին զղջման։ Եղբայրներ քույրեր։ Եվ դրա համար եղել է դեպքեր, ասել են Պետրոսը ուներ խայտոց, ոմանք եղբայրներ ասում այն մատ ավետարանը փնտրում ենք, այդպես տեղ չկա, Պետրոս ինչ խայտոց, սատանայի կողմից չկա դենց խայտոց։ Պողոս առաքյալի համար է գրած, ասի Պետրոսին ավելի ուժեղ խայտոց էր։ Ամեն տեղ որ գնում էր, ակլորական չէ, լսում էր Պետրոսը վրա մի սառը չուր։ Պետ իր համար մեզ խայտոց էր, էլ կարար մեղան չէր։ Եղբայրներ քույրեր, բաներ կա, որ Տերը թույլ է տալիս։ Թույլ է տալիս, որպես վերջերում մենք կարողանանք ճանաչել մեզ, համաձայն եք։ Բա ոնց պիտի իմանաս, որ քո ներսը բաներ կա, որ դու չգիտես հիմա։ Տերը պարագա է ստեղծում, որ քո ներսի վիճակը բացահայտվի։ Ներսի վիճակը։ Մի հատ եղբոր իմ տիկին ասում է զվարթ, ասում է գովում էր իրանց երիտասարդներին, գովում էր։ Երիտասարդները լավ են, մեր մոտ հոգ է, մեր գյուղը շատ լավ երիտասարդներ են։ Հետո մեկ տեղից եղբայր ամուսնացավ, վերջերում մի հատ քույրիկ հետ, այն որ ասում է տուրը դմպոց էր։ Զվարթիկինս ասում է այ եղբայր ջան, պետք է գովում էր վերջերում, բա ոնց հասկանանք։ Մեկ ամուսնացան սեց կռիվ դավիա։ Ինչ իմանամ այս զվարճան ասում է, որ ամուսնանում են, նորը իրանց տկից վատ բաները դուրս գալիս, վատ բաները դուրս է գալիս։ Պահերը որ լինում են, պահերը։ Հարադամասի որ ապրում ենք, մենակ ապրող կանանց մոտ խնդիրներ շատ են, չնեղանակ, չեմ ուզում նեղացնել։ Որտեղ չկա իրանց համար աշխատանք տա բանով, որ վիճակները բացահայտվի, ընտանիք, երեխա, թոռներ, այդ բոլոր վիճակների մեջ մեր վիճակն է բացվում։ Իրանց տունը ես նորից ժողովի անում։ Հարևան իրենք առաջի հարգում էր ապրում, դիմացը լիֆտներ, կողքներ դուր կար պատվալ էր շուն, դուր բան չկար, աստիճաներ էր։ Հարևաններ ասել են, այ քույր ջան, վերջերում այդքան գնացող գալացողներ կան։ Երկու փայտ խփի, որ մարդիկ պատվալը չընկնեն, երեխաները չգանգնեն։ Ով երեխանի թույն կմտածի, ինձ պետք է որ ես մտածեմ։ Մի շաբաթ մոտարապես չեր անցե հարևանի տուն մտել է ֆրացի ու ժամ 2 մութ էր եղել ջանդագով գնաց քանի անգամ ջարդոխորտ եղավ։ Դե չկան անարգանք բերվեց։ Ով երեխանի թույն կմտածի։ Հոգևոր մարդիկ այդպես չեն մտածի։ Թեկուզ կարող իրանց գործը չլինի։ Օրինակ տեղ կա կենտրոնում ասենք կենտրոնի բանի տուն կա, եղբայրները գիտեք ինչ են անում, որ իրանց հայատը որ մաքրում են թղթեր բաները, կողքի այդ հարևանի հայատներից են վերջ բանանում։ Մարդիկ տեսել են որ ես ինչ շնորհքով հավատացյալներ են։ Եղբայրներ քույրեր, Աստված օգնի, պատական չէ որ։ Տեսեք Աստծո համբերությունը, տեսեք Աստծո երկարամտությունը այն մարդկանց համար, որոնք սովորաբար մեղքը գործել են։ Սա գրված է Հայտուճանի դեր կարտամ բոլորիս համար։ Սա գրված է եկեղեցու համար։ Որ եկեղեցու համար, թիատրի եկեղեցու համար, սա գրված է Հայտուճոն, երկրորդ գլուխ 20 խոսք Հայտուճոն, երկրորդ գլուխ 20 խոսքը։ Տեսեք Աստծո երկարամտությունը նրանց նկատմամբ, որոնք մեղքի մեջ են, բայց չկա զղջում, չկա ապաշխարություն։ Բայց քեզի դեմ բան ունեմ, ուշադիր եղեք, որ թող ես տալիս, իրավունք ես տալիս, հնարավորություն ես տալիս, ազատություն ես տալիս, թող կուտաս Եզաբել կինը, որ ինքն իրեն մարգարեի կանվան է, ու իմ ծառաներս մոլորացնելով կսովորացնե։ Այստեղ ճիշտ ասած կոպիտ է գրած բորնկություն անել, ասենք անառագություն անել, եւ կուրքերու զովասներ ուտել, եւ ես անոր ժամանակ տվի, Տերը ժամանակ տվի։ Շատերի համար կա ժամանակ։ Իր անառագության վրա ապաշխարել ու չապաշխարեց, ժամանակ տվեց ապաշխարել, բայց չապաշխարեց։ Ահա ես զանիկա անկողին պիտի ձգեմ, եւ անոր հետ շնություն ընողները մեծ նեղության մեջ, եթե իրենց գործելու վրա չապաշխարեն։ Նորից եւ անոր զավակները մահով պիտի սպանեմ, բոլոր եկեղեցիները պիտի գիտնան, թե ես անեմ, որ երիկամուկները սրտերը կքննեմ, ամեն մեկուն ձեր գործի համեմատ հատուցում պիտի անեմ։ Տեսեք Տիրոջ երկարամտությունը, որոնք մեղքի կյանք են ապրում, Տերը համբերում է, որպեսզի վերջի իրանք զղջան մեղական։ Եթե չեն գալիս, մի հատ քույրիկ կար, տարին առաջ,
Գնում են խանութում մի քանի կոպեկների համար միշտ կարև էր անում, անավատները ցեն չեն անում։ Ասի քույր ասի, եթե այդպես շարունակես Աստվածին հետ կանի, որ առևտուր չես անի։ Տերը գցեց անկողին 3 տարի անկողին մեջ վերցրեց, Տերը պատրաստեց վերցրեց։ Այն մարդ ապրեր էլի, գնայր առևտուր աներ։ Եթե մարդը սովորաբար իրոք որ չի ապաշխարում մեղքից ինչ որ բանից շարունակում է, բարձրավոր Տերը սիրելով պատժում իրան։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, Աստված օգնի, այս բոլոր խոսքերի մեջ եկեք մենք քննություն անենք։ Ամեն մեկը շուտ ձեր կուրս կծեծեք։ Հենց կուրս կծեծեցեք դուք արդարանաս։ Դիմացինը խաղաղության մեջ կլինի։ Այդպես է հոգևոր կյանքը։ Եղբայրներ քույրեր, մի տարածքում գյուղում էր։ Հովի վրա ինչքան մեղադրանք եղավ։ Մի ժամուկես անդադ իրան արտարացնում էր, անդադ իրան արտարացնում էր։ Վերջում կեն ժամեր մնացին, որ ասեց, եթե կարաք ինձ ներեք, մի անգամ էս խաղաղվեց։ Ամեն մի ժամուկես առաջ անել, շուտ անել էլի։ Ինչի այդքան վիճաբանություն, այդքան դեղություն բերեցի ժողովրդի վրա։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, Տիրոջից մեծ պարգև է, գիտեք, զղջումը դա մեծ շնորհք է Աստծոց, համաձայնվեք։ Հենց որ թեգուս կոտրվես, խոնարհվես, Տիրոջից ողորմությունը կգործնությունը կգա եղբայրներ քույրեր։ Եվ նորից հիշեցնում եմ, Տերն ասում է, իմ տեղը պիտի գնամ ու սպասեմ, մինչև իրենց հանցավոր լինելը խոստովանվեն, իրենց մեղքը ճանաչեն եղբայրներ քույրեր։ Պիտի կանգնենք Տիրոջ առջև պատասխան տամ։ Եկեք հորեմ Տիրոջ առջև սրտերը բացենք, տեսնենք այս խոսքերից հետո, բոլոր եղբայրների խոսքերից հետո ինչքան հոգիների մոտ առաջացավ զղջում, մեղագալու Տիրոջ առջև։ Տեր օգնի ինձ, որովհետև նորից եմ ասում, վերջ, եթե ինձ արտարացնեմ, եթե ես կարամ արտարացնեմ, բայց Աստծո մոտ այդպես չի։ Տերը գիտի մեր սիրտը, մեր նստելը գիտի, ելնելը գիտի, մտածմունքները գիտի, խորհուրդները հերվից գիտի։ Ամեն բան տեսնում է։